Բարեօր, հենման կետի սիրելի ունկնդիրներ։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունեմ, բայց մինչև մեր խոսակցությունը սկսելը, ուզում եմ նորից անդրադառնալ մի թեմայի։ Շատ հաճախ հարցազրույցների տակ, ձեր կարծիքով հարցազրույցների տակ դուք գրում եք, որ ես հյուրին թույլ չեմ տալիս խոսել։ Բայց ես կարծեմ մի անգամ բացատրել եմ եւ հարկադրված եմ երկրորդել։ Սա հարցազրույց չէ, սա խոսակցություն է։ Եվ ես հյուրին ոչ թե ընդմիջում եմ, այլ հայտնում եմ իմ տեսակետը։ Եվ հյուրը նույնպես կարող է շատ հանգիստ ինձ ընդմիջել։ Կարծում եմ, այս անհրաժեշտ բացատրությունից հետո ես այլևս մեր խոսակցությունների տակ չեմ կարդա նման անհարկի բացատրություններ։ Շնորհակալ եմ բոլոր ունկնդիրներին։ Ներկայացնում եմ իմ շատ սիրելի, շատ սպասված, իսկապես թանկագին հյուրին։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյան։ Բարի գալուստ, պարոն Շիրինյան։ Շնորհակալ եմ։ Եկեք փորձենք հասկանալ համատեղ ինչ է կատարվում քաղաքական դաշտում։ Ձեր գնահատականով մենք ֆալստարտ չտվեցինք, քարոզարշավը դե ֆակտո որոշ ուժեր սկսեցին դեռ անցյալ տարվանից, բայց պաշտոնական քարոզարշավի սկիզբը գրեթե եթե վերցնենք միջակայքը գրեթե կես տարի է։ Արդյոք այդ ընթացքում խոսող գլուխները ընտրողին չեն հոգնեցնելու։ Ֆալստարտ տվենք, թե չասեմ, ինչի եմ ասում, աշխարհակարգը ինձ շատ լավ գիտեք, որ հեղեղուկ եւ փոփոխական վիճակում է, իսկ այդ վիճակում տուրբուլենտ շարժումը շատ է եւ անորոշություններն են շատ եւ նաեւ շահելու հնարավորություններն են շատ։ Այս բարակայով կարծում եմ, որ ոնց որ թե ինքն իր ժամանակին է եղել։ Նկատի չունեմ ստանդարտ վիճակներում, այո, օրենքով էսպես է, այս ժամանակ եւ այլն, բայց դա ուրեմն մեր բարակային չի վերաբերվում, ասեմ ինչու նաեւ։ Ես նկատել եմ, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումները Ռուսաստանի կողմից տաքացվում է եւ ծավալվում է, դա էլ հասկանալի, որովհետեւ պատմական օրինաչափություն կա Հայաստանի բարակայով Ռուսաստանի, ինքն ինչքան հիվանդանում է, վատ ուրեմն քայքայման վիճակ է անցնում, նա կարծես թե հայ ժողովրդին ուզում է հետը տանել, Աստված չանի, եւ սկսում է process-ներ ինքը այդ մահամերձի վիճակում, եւ դա վատ է, որ այդպես է, բայց օբյեկտիվ է, մեր բարակայում օբյեկտիվ է, մնացած բարականները նորմալ չի, օգտագործում է մեր ժողովրդի միամիտ վերաբերմունքը, նաեւ գիտելիքից շատ անգամ պակաս Ռուսաստանի վերաբերյալ պակաս վիճակը եւ այլն եւ այլն։ Եվ դա սկսվել է Լավրովի պլանով, ավելի 44-օրյա պատերազմով եւ ուրեմն մեր պարտությամբ, որը Ռուսաստանի կազմակերպած պարտությունն է։ Չեմ ասում մենք ինչ արեցինք, չանեցինք դրա համար։ Ասում դա սկսվել է նույնիսկ Լավրովի պլանից առաջ։ Լավրովի պլանից էլ առաջ 40-օրյա պատերազմ եւ այլն, բայց բանով 2002 թվականից մոտավորապես հաշվում է, որ Լավրովի պլանը գործադրման մեջ է եղել, մոտավորապես այսպես է շրջան, հիմա մի քիչ ավել, մի քիչ պակաս, եւ 40-օրյա պատերազմն հետո գնաց այդ ընթացքի մեջ մտավ, դրա համար ուզում եմ ասել, սա սովորական վիճակ չի, որ ասենք ինչու օրենքով նախատեսված էր այս ժամանակ եւ այլն, եւ իրենք շատ արագ գործի մեջ են մտել։ Ես նույնիսկ մտածում եմ, որ մեր հեղափոխությունն էլ դրա հետ կապ ուներ, process-ների արագացում, ժողովրդի հանգարց այդ հակադրվել եւ նման բաներ էլ ինչ որ եղավ։ Լավ, ձեր գնահատականով ինչու են ուժերը, որոնք բացահայտորեն Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են իբրև գուբերնիա, այսօր ամենից բարձրն են բղավում, պարզապես բղավում, ինքնիշխանության անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, խաղաղության անհրաժեշտության մասին եւ չեն անդրադառնում ամենայն դեպս այն խնդրին, թե իրենք այդ իրենց նշած հասկացությունների ամրակայումը ինչպես են պատկերացնում, մենք պարզապես բղավում են, որ մեզ պետք է անվտանգություն, մեզ պետք է մենք ջատագով ենք ինքնիշխանության, այնինչ որևէ մեկի համար գաղտնիք չի, պոլիշինելի գաղտնիքը չի,
որ իրենց իշխանության պարագայում իրենք իսկ դառնալու են ինոագենտներ։ Տեսեք ինչ է լեդում, այո ինքնիշխանություն իրենց ինչ որ ասում եք գոռում են, ասում են, բայց Ռուսաստանի կերկում, այսինքն նպատակը բարձ է, առաջ դեմ էին, հիմա կողմ են, Հակոբ Բարոյանը դեմ լալով առաջ կլան, Կողմ կլանք դեմ լալով, այս տարբերակն է, ինչու, որտեղ իրենք երկու մաս կա այս հարցի մեջ, սա հայության դժբախտաբար ռուսականացած սեգմենտն է, այն կարևոր չի, որ այդ պարագայում հայերեն են խոսում, հայոց լեզվով է թե չէ հիմա ինչ է լինի, կամ ռուսերեն են խոսում, կամ եւ այն։ Սա ռուսասեր հայության այն հատվածն է, որը ձևավորվել է վաղուց ավելի, մի ժամանակ հիպոթետիկ անհասկանալի, հետո ինստիտուցիոնալացած։ Հիմա պետականության մեջ այս այն մասն է, որը ճարպակալել է պետության քայքայումով, իշխանության տեր լինելով եւ սեփականության դրա միջոցով այդպիսի բաներով ես մեր ընթերցող դիտողին հիշեցնեմ մի բան կարծեմ 16 թվականին էր որ ուրեմն Պուտինի անձնական հանձնարարությունների գծով ուրեմն դեսպան հատուկ դեսպան ինչ էր ազգանուն ինչ որ է էլի մեկը կա ես գիշեմ կասեմ Դեր Շպիգելին ամռանը հարցազրույց էր դրել 16 թիվն է Էսը գիշեմ կասեմ էլի հանրահայտ բան է շատ այդ խառնակիչ տեխնոլոգիա համաշխարհային պատերազմի ինչպես Սուրկովը չէ էսը պահի տակ բան եղավ գիշեմ կասեմ նա Դեր Շպիգելի հարցազրույցում ասում են չեք վախենում ձեր մերձավոր արտասահմանի Կարագանով շատ հայտնի բան է եւ պլանավորողներից է այսինքն կատարյալ կագեբեշնիկ ստոր արարած է մեծ ինտելեկտուալ է հիմա միջկան պատերազմից խոսում չնայած իրենք մի խոսքով ասում են բոննում է կարծեմ հարցազրույցը թե այս ինչ բան է չեք վախենում որ ձեր այդ բաներ մերձավոր արտասահմանի պետությունները անկախության ամրավենման գուրս են վարում, ասում է չէ, ձեր ասում է պատկերացումը, ով որ հարցնում է, թղթացին պատրանքային է, որովհետև ասում է էլիտաներին մենք փչացրել, վաղուց ենք փչացրել, այսօր այդ էլիտան փչացված Հայաստանի անկախությունից է խոսում ինքնիշխանությունից, որովհետև բարձ է որ հիմա եթե խոսի ինքնիշխանության դեմ կգտրվի ընդհանրապես, այսինքն սրանք ոչ միայն Կարագանովիների կողմից ռուսական, կաղտնի ծառայությունների կողմից փչացած վազներն են ուղղակի մանուղակի, որոնք նաև Արցախյան պատերազմը կազմակերպեցին տանուլ գործը, նաև ուրեմն սրանք նաև անձնապես հարստացածներն են, որոնք ունեն քրեական հանցագործությունների մեջ թաղվածներն են, բայց նախագահներ են, վարչապետներ են, այսեք էլի, արվամոլներն են, հիշում եք, չէ, կառավարությունը մի ժամանակ պայթեց, որ Հայաստանի կառավարությունը արվամոլների բան ունի, հսկա բանակ ունի, սրանք նրանք են, դեմքով բանով, դե Հայաստանը փոքր է, կան թաքցնել հնարավոր չի, հիմա դրանք չեն կարող դեմելալով դեմելլան, հիմա պետք է լինեն դեմելալով գողմելլան, որպեսզի նաև կարողանան հարց լուծեն, հիմա կա նաև հետևյալ բանը, որ քաղաքացին պետք է իմանա, եթե ուզում ես հասկացությունը փչացնես, այլասերես, այդ հասկացությանը պետք է շատ սիրես եւ կպնես ինչ-որ բանով եւ այսպես Այսինքն ցանկացած սուտ անդադ տիրաժավորի եւ ինչ-որ պահի կդառնա ճշմարիտ հայտնի բան է եթե գաղափարը տանում եք սնամեջ միջավայր եք տնում այդ վիճակն էլ կկան օրինակ հերոսը օրինակի մոտ 44 օրյա պատերազմից առաջ եւ հիմա հերոս բառի նշանակությունները փոխվել է ինքը չէ նշանաբանությունը սեմիոտիկա ինչն է հերոսը հերոս պետք է լինի ով հիմա պատերազմ գնաց գերի հազդվեց ասում են մեր հերոսները հետո դե գալիս են ոնց է գերի չէ բոլոր երկրներում կաղնի ծառայությունները ավելի շուտ կաղնի չասեն կանցան ծառայությունները դրանց հետ համասխան աշխատանք են տանում Ըստ տանում
գերի ընկել մարդը ոտերի տակ մատաղ են անում, բան են անում, էլ հերոսը ցավալի մասը դնենք կողքի, եթե մենք հոտ ենք, այդպես շատ դժվար է խոսել, բայց եթե պետություն ենք, այդ հարցը չէ, պիտի կարգավորվես, ինչպես աշխարհում կարգավորվում է, ինչ է շանակում, տեսեք, ես բաց եմ ասում, ձեզ մոտ ասեմ, այն 8 հոգի, որ հանձնվել են, մեր զինվորների մասին չի խոսք, գերին գած, մոլորված եւ ինչ-որ բակ, այն 8 ռազմաքաղաքական ղեկավարներից Ղարաբաղի։ Դրանցից ամեն մեկը ատրճանակ ուներ եւ պարտավոր էր ինք իրեն գնդակար էր։ Բայց կամավոր գնացին Բաքու մոլլաների ծառայության։ Ես կարծում եմ այստեղ կներեք ձեզ ընդմիջելու համար։ Ոչ այնքան իրեն գնացին, որքան ռուսները տարան։ Որովհետեւ Իվանյանում բոլորին հավաքել էին Իվանյանում Հայաստան բերելու համար, բայց հանկարծ հայտնվեցին Բաքվում։ Հիտլերի որևէ մեկը այնուամենայնիվ Կրեմլին հիմա կռիվ են անում, չէ։ Պուտինը տվել է, ասում են Նիկոլը բերի։ Հա։ Абսուրդ չէ, եւ պարադոքս է, բայց դա նպատակով է, որ երկիրն ներցնցվի։ Սրանք նույնիսկ Հիտլերի գեներալների չափ չկան, որ ասենք ամեն մեկը մի ցիանիտի պարգուճ ատամի տակ դրած դիներ, որովհետեւ Թուրքի գերի չլնեն, իսկ հատուկ գերի է, տեղում վերջանար, չէ։ Ուրեմն, այսինքն հիմա հերոսը ինչ է, ուզում եմ ասել հասկացությունը ինքը արժե զրկվեց։ Կերպափոխվում են հասկացությունները։ Եվ բառերն են փոխվում, բովանդակությունն է փոխվում։ Հիմա սրանք այդ հերոսը փչացրին, հայրենիքը փչացրին, այսպես չագերտավոր խոսել։ Հիմա պետք է սուվեր ինքնիշխանությունը փչացնեն։ Բանակը փչացնեն, այնքան պետք է փչացնեն, ամեն ինչ վերադարձնեն իրենց փչացած մագարտակի եւ վիճակի վրա, որ իրենք փչացած են։ Չի կարող որևէ երկրի հարուստ դասակար, թեկուզ գողությամբ հարստացած, աշխարհում շատ եզակի դեպք կա, օտար պետության 5-րդ չարասյուն լինել։ Ռուսական պրոքսիներ են, չէ՞ սրանք, հայտնի է։ Ինչ եմ ուզում ասել, որ իրենք կատարում են այն ֆունկցիան, ինչ, բայց այդ բոլորի խնդիրը մեկ է։ Հայաստանը թույլ չտար հեռանա մեռնող եւ Հայաստանից հեռացող Ռուսաստանից, Ռուսաստանին հեռանում է բնական վիճակով եւ մեռնում է։ Հիմա այս վիճակը թույլ չտար, երկրորդը բայց կա մեջ ավելի մեծ դավադիր հարց, չթողել պետության կայացում, չէ, պետությունը, որ հիմա իրավական պետությունը, որ կայացած լիներ մեր մոտ, սրանց ոչ թե մենք հարցը հիմա մենք կքննենք, այլ հիմա բանդապահներն իրենցով կզբաղվեն խծերով, անկասկած է, դա էլ մի հարց է, դրանք ունեն ինձ թվում ռուսների կողմից հանձնարարություն, ամերիկացիների մուտքը Հայաստան թույլ չտան, արևմուտքի մուտքը, որովհետև կատաղի կռիվ են անում։ Դե ես կարծում եմ, որ ձեր ասածը ամեն օր, համարյա թե ամեն օր Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները տարբեր մակարդակի, հատկապես արտաքին գործերի նախարարության մշտապես հաստատում են։ Եվ տեսեք, ստացվում է այնպիսի պատկեր, որ Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ վարողները ժխտում են այդ հիբրիդային պատերազմը։ Հակառակ, փորձում են գցել, որ տեսեք, այդ Եվրոպան է ձեր դեմ պայքարը, որպեսզի դուք մեզ, այսպես չգիտեմ, Հայաստանի Հանրապետությունից չվտարեք, այսինքն այնպեսի հասկացությունների խառնաշփոթ է։ Դե Հիշում եք Զախարովայի հայտարարությունը։ Պատրաստ ենք Զախարովը իրենց լացը չի լացում։ Մոսկվայից զբաղված են հայության հարցերը քննելով, մեր ժողովրդի անունից ընդ որում։ Հա, դե բնական է ժողովրդի անունից, որովհետև իրենք հաջորդի բարեկամն են։ Բայց ոչ Հայաստան։ Դարավոր եւ այլն, այսինքն այսպեսի գործընթացներ են կանում եւ բարձր որ ես դրանց խոլոպները, Ռուսաստանի հայ խոլոպները, որոնց Ալեքսանդր Նիկոլայ առաջինից է գալիս, անվանում է Արմյաշկա էր ասում, այդ Պատկանյանը կրկնում է, մարդիկ գիտեն, թե մենք ենք հնարել, այդ ռուսներն են ասել արմյաշկեքը, այն արմյաշկեքին, որոնք հավատարմորեն իրենց են ծառայում, ասինքն արքունիքում, այդ ասեմ ժողովրդի մնա, Լորիս Մելիքովը, որ Ռուսաստանը ճգնաժամը հաղթարեց, Ալեքսանդր II-ի մերձավորն էր, կառավարության նախական էր այսօրվա իմաստով, վարչապետը չէ, ըստ էության, եւ Ռուսաստանը փրկել էր
ամեն ինչից հեղափոխություն եւ Ռուսաստանին առաջին Լորիս Մելիքյանն է տվել սահմանադրություն, բարձր որ նախարարներ իր ենթակայության տակ էին։ Հենց ռուսների մասին է խոսքը։ Հենց ինքը շուռ էր գալիս, հետևից արմյաշկա էին ասում, իր նախարարները ռուս։ Իրենց Լորիս Մելիքովին, որ իրենց էր փրկել, հենց շուռ էր գալիս, ասում են արմյաշկա։ Ուրեմն այս արմյաշկը այսպես բաներ էլի։ Այնպես որ ամեն ինչ տեղին է, բայց ավելի տեղին է, որ մեր գործերին չխառնվեն։ Լավ, այդ պարագայում ինչով եք բացատրում, որ որոշ նորաստեղծ կուսակցություններ հավակնում են քաղաքական դաշտում նույն դերը ունենան, որ ասենք ունեն ամենայն դեպս անցյալ ունեցող, քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունները Դա պիտի խանգարեն, չէ՞։ Եվ արդյոք հենց նրանք չեն հավակնում դառնալ այն փոշին, որը ընտրությունից ընտրություն իսկապես խանգարում է կարող ռեալ ուժերին։ Ինչով դա բացատրել։ Պատվեր են կատարում։ Եվ ում պատվերը։ Պատվերը երկու մասն է, Հայաստանի մաֆիային։ Հայաստանի մաֆիան սարսափ ունի։ Հիմա պատկերացրեք ամերիկյան օժանդակությունը, չեմ ասում մեզ փրկեն, մեզ օգնեն, այդ չէ, ինչ որ կա, ինչ պայմանագրեր։ Եվ Հայաստանում իրավական պետության կայացումը, ժողովրդավարության ամրապնդումը, եւ այդ հարաբերությունները սրանց համար բարձր որ գնալու են Գուանտանամո։ Հիմա էլ վիճակը լրի փոխվել է, դրանց սրանց առևանգում տանում է, չի էլ հարցնում ում բարեկամն է։ Տանում են, գիտեք այդ Գուանտանամոն ինչ է, հայտնի բան է, էլի, բանդ է, գողերի, ավազակների, քծողների, ծովահենների, Գուանտանամո են տանում ամբողջ երկիրը, խնդիրը դա է։ Հիմա իրենք դրա համար ուզում են փրկություն, ուրեմն ամերիկյան ճանապարհը զարգացման, ոչ թե մենք Ամերիկան կնում այդ պրիմիտիվ բանը, ուրեմն ձեռնտու չի, այս մեկ, երկրորդը հանձնարարություն են կատարում, իրենք չեն կարող Մոսկվայի պատվերը չկատարել, բայց տարօրինակ մի բան կա, սրանք Մոսկվայի պատվերը կատարում են դոլարը կրբանները։ Բայց նրանք Մոսկվայի պատվերը կատարում են հայտարարելով, որ իրենք եկել են փրկելու Հայաստանը, որ իրենք միակ, այսպես ասած, կարող ուժն են քաղաքական դաշտում, նոր գաղափարներ են բերում, նոր տեսակետներ, նոր դեմքեր են, բայց այդ գաղափարը, տեսակետը, դեմքը որևէ կերպ չի ուրվագծվում։ Նայեցեք, այդ ուժերը, որ փրկելու են, ինչ են անելու, այդ ինչ որ է։ Այսպես ասեմ, բանի Կարագանովի պրոքսիները։ Հիմա որտեղ դրանք հայկական ուժեր չէր, որ հայեն ինչ։ Ուրեմն 5 տարի մեռան իշխանափոխություն անելով։ Չէ՞։ Բավ հարցունքը ուր է։ Տեսեք ինչ կա։ Մենք պատերազմից հետո պարտության շրջանը վերցնենք ռուսական մատրյոշկան։ Իմեք, չէ՞։ Մեջ իրար հանում են։ Սկզբից հանեցին ձվի միջից Վազգեն Մանուկյան չորացավ, հաջորդում հանեցին, այսպես հանեցին, եկան բանը, են մի հատ ғասապի տեսքով, մի հատ հայ դիվանագետ կա, այսպես կարմիր, սուլթանի բաներով, էլի կարմիր, հայերին դիվանագետ Կամզոլով։ Հա, հիմա դրան հանեցին, այդ հեչ բանդուր, հետո Գալստանյանին հանեցին, այդ էլ չեղավ, իհարկե պիկը խպեսնա, հետո հանեցին, կաթողիկոսին միջից հանեցին, այդ էլ չեղավ, հիմա հանել են Քոչարյան Ռոբերտին, դա ընդհանրապես մի քիչ պարադոքսալ է, բայց ինքն է ցկտում երևի, որոնեցին, գնացին Կալուկայի պրարաբին ճարեցին, հիմա այսպես հանում են, տեսնենք ում վրա են կանգնելու, ուզում են ասել, որ բայց ինչ եղել, կարգախոսը մեկն եղել, իշխանափոխություն, եղել է իշխանափոխություն, չի եղել, հիմա ինչի վրա են մեծ խոսում, Այդ էլ հարց է։ Իրենք գալու են ձեզ փրկեն։ Դուք չգիտեք։ Մեզ նստեցնելու են, չեն փրկելու։ Իրենք գալու են փրկեն ձեզ, իրենք գալու են արժանապատիվ խաղաղություն են բերելու ձեզ։ Բերելու են։ Ու ձեզ համար ապահովելու են շատ բարձր ռուսական սապոգի ներկայություն։ Շատ բարձր կենսաթոշակ, դուք ընդհանրապես չեք աշխատելու, բայց Բաքվից իրենց ընկերներին հետ են բերել։ Իսկ ես ուրիշ բան եմ ասում։ Սրանք քանի որ այս հարցը լուծել չեն կարող Պուտինը սրանց էլ վերցնելու է նրանց Իվանովոյից տարավ, չէ՞։ Ասում են։ Իվանյանից։ Բան, սրանց էլ երևի մեղրից վերցնելու է Ղազվին ուղարկի։ Դե պարզ է, չէ՞, ռուսները հանձնեցին Բաքվին, ես չեմ հանձնել։
Հիմա սրանք էլ որտեղ նրանք չկարողացան, օրինակ Վարդանյան Ռուբենը, որ եկել էր հեղաշրջում աներ, Արցախից պիտի կար հեղաշրջում աներ մեծ հայրենասերը, բայց բան ինչ տրոյկա դիալոգի խարդախությունների բանը ազնիվ բարերարը ուրեմն սա խնդիրը չկատարեց ուղարկեցին այնտեղ որտեղ Հայաստանից կարող են սրանք էլ չեն անելու դե մեր ցույցը էսպես կամ Վլադիվոստոկ են տանելու կամ էլ Գուանտանամո ամերիկացիներ տանեն մենք կբրձնենք մեր ժողովուրդը բայց մենք այդ ճակատագիրը իրեն չենք ուզում ենք որ նորմալ ապրեն կարծում եք որ ասենք ձեր նշած կալուգայից եկած միլիարդատերը Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով իրավունք ունի ընտրություններին մասնակցելու որովհետև տեսեք նույնիսկ մինչև պաշտոնական քարոզարշավի սկիզբը բացահայտորեն խախտում է կուսակցությունների ֆինանսավորման մասին ամենայն դեպս հոդվածը կուսակցությունների մասին օրենքի չափազանց մեծ գումարներ է ծախսում գովազդի վրա բացահայտորեն ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության օրենքներով դա չի ֆիքսված որպես ընտրակաշարք գրասենյակները բացում մարդիկ է վարձում բայց դե ֆակտը դա ընտրակաշարք է ոնց ուզում եք հաշվեք դե դրա համար իրավահամակարգ աշխատի ես էլ ասի իրավահամակարգ կունենանք մենք ազատ ժողովրդավարական իսկապես թափանցիկ իսկապես արդար, իսկապես ընտրություն ունենալու ընտրություն կայացնելու հնարավորություն ընտրություններում, որովհետև եթե այս ընթացքով են գնում բոլոր կուսակցությունների համար խիստ անհավասար մրցակցային պայքար է գումարային հարցն է, չէ։ Այո, ստացվում է այնպես, որ ով ցանկանա, եթե գրպանում ունի միլիարդներ, կարող է գալ Հայաստանի Հանրապետություն 300,000 աշխատող 300,000-ի ստեր 600,000 ստեր հայտարարել եւ գալու դառնալ իշխանություն Դե ես ճիշտ ասած մի թույլ հույս ունեմ որ Հայաստանի իրավահամակարգը սրանցով կզբաղվի տեսնենք բայց եթե Պուտինն ընկնի հաստատ կզբաղվեն հաստատ այստեղ խնդիրն այդտեղ է ստեղում բայց մնացած մենք այդ տարբերակը չմոռանանք որ դա այդպես ձեր ասածը դա պետք է բայց մենք հույս դրա վրա չդնենք պատրաստվենք ջախջախելու սրանց հա բա մենք ինչ անենք մենք 7-8 տարի 10 տարի Հայաստանը պետություն պահենք գիշեր ցերեկ եւ այլն այս ինչ որ հնարավոր էր բերենք ինչ որ պարարաբներ կան ըստ շինարարությամբ զբաղվեն այն էլ խոզանոցներ Այդ առումով 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր խնդիրը ձեր կարծիքով ո՞րն է Իշխանությունը պահել մեկ հիմք ստեղծել ինքնիշխանությունը իշխանությունը ինչ ինքնիշխանություն ամենաբարձրն է ձեր խաթեր ինքնիշխանությունը պահելը Երկրորդը երկրի ռեֆորմների ծրագիր առաջարկելը, որ մենք 7 մղոնված քայլերով շարժվենք դեպի ապագա, տեխնոլոգիական հեղաշրջումներ գնանք։ Հիմա հայությունը պետք է իմ առաջարկն է որ լրջորեն նայի այս հարցին, աշխարհում եք, ոչ միայն Հայաստանում, նաև ռուսահայերը, ովքեր որ մեզ ձայն են տալու, որ իրենք չեն ձայն տալու Կծեք, իրենք կծող են, դուք էլ իրենց կծեք, այդ խնդիր չեմ տեսնում։ Հիմա այստեղ տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին ինչ առաջարկում, միջուկային էներգետիկայի ոլորտ, չէ, հետազոտություն, եւ այլն էլ է։ Անվտանգություն, տնտեսական զարգացում, նոր լոգիստիկա, չիպեր, տնտեսական զարգացում ասելով դա նկատի։ Հիմա ես դրան անվանում եմ Թայվան երկրորդ Մարդիկ իմանան, որ այդ Թայվանը ամերիկացիք են օգնել չիպերի հայրենիքը, անխորտակելի մի ավիակիր է սարքել, ոչ մի կասկած չունեմ, որ Մարիա Զախարովային իրենց կաղդի ծառայություն են ասել են շուտ արա Հայաստանը դառնում է Անդրկովկասի նոր Թայվան, շուտ արա փչացրու փչացածների միջոցով, բայց այսպես ասեմ, փչացածների միջոցով փչացնել չի կարող, լավ տավտալոգիա է։ Չէ, գեղեցիկ ձևակերպում էր, խոշոր հաշվով գեղեցիկ ձևակերպում էր։ Ձեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։ Ամսի 6-ից հայտարարություն ենք արել։ Այո։ Առաջարկն այսպես է, դե այնտեղ 4 գիտեք, 4%, 6%, շատ հետաքրքիր մեխանիզմ է մշակած, որ կուսակցություններն առանձին գնան, որտեղ դա կայացող կուսակցությունների համար դժվար է բարձր նիշերը։ Երկրորդն էլ նույնիսկ ասեմ տարնակվան, շատ չարժի վարչապետին նեղել
առաջադեր մնալ, որովհետև մեր երկրի վիճակը այն չի, որ մի տրանսֆորմացիա լինի շատ ցնցուն, դուք շատ լավ է դա հասկանալի մեր բարակայում հայերիս, դրա համար մենք առանձին կգնանք, բայց առաջարկում եմ ինչպես որ լայն համագործակցություն պետականակիր բոլոր ուժերի միջև։ Եվ որ ուժերին եք տեսնում ձեզ այդ։ Սա մեր բարեկամ Արամ Սարգսյան, ընդ Բաբաջանյան եւ այլն ով կուզի, մենք բոլորի հետ։ Պարզը ԿՊ, այսինքն նրանք ովքեր հեղափոխություն արեցին, տարան իշխանություն, ովքեր հեղափոխություն արեցին, բայց չտարան իշխանություն, բայց մնացին իշխանության պահպանման այդ պահակազորի մեջ։ Նրանք ովքեր որ պետականություն ստաներին պահեցին, որոնք ունեն արժեքային համակարգ եւ հայտնի է դա։ Այնպես որ ես լայն համագործակցության պատրաստ եմ։ Մենք որպես կուսակցություն, ես չասեմ, մնաք ես չեմ, եւ կուսակցության մեջ էլ է տրամադրություն կա։ Պարոն Շահինյան, այնուամենայնիվ չեք կարծում, որ քաղաքական դաշտում անհավասարությունը շատ է։ Եվ քաղաքական դաշտի այդ անհավասարությունն այնուամենայնիվ ապակողմնորոշելու է նաեւ ընտրողին։ Դե մեր բարակայում բնական ճակերտներում, ինչու՞։ Որովհետև մեր հավերժ չգիտեմ ով է մեր համար հավերժ խնամակալ նշանակել ռուսին, որովհետև երբ որ մենք եղել ենք չի եղել։ Բայց մեր հավերժ խնամակալն է։ Ինքը ստեղծում է վիճակ եւ խառնաշփոթ առաջացնելու համար ստեղծում է նաեւ հիմա պրոքսի են ասում եւ այլն, չէ՞։ Բայց իրական դասական քաղաքականության մեջ դա հայտնի է։ Դյուվերժեն ֆրանսիացի կուսակցությունների մասին շատ լավ աշխատանք ունի գրված եւ դրանց անվանում է այդ ծեր ասածներին big mainer։ Հայերենով դառնում, եթե փոխադրում ենք, չենք թարգման, որովհետեւ թարգմանը այնքան ճիշտ չի։ Շնիկներ։ Այս շնիկներ մոսկաներն են։ Եվ ինչ դեր ունեն քաղաքական դաշտում Արճատել, փչացնել եւ թույլ չտալ Հայաստանի զարգացում։ Մենք տեսեք ինչ կա, ասեմ դա իմ գնահատականով եւ մենակի մեջ չի հարցը։ Ուրեմն մենք պարլամենտարիզմի ի վերջո ճանապարհի վրա ենք հիմա։ Ճիշտ է, ունեցել ենք պարլամենտ, սովետական միությունն է ունեցել, բայց պարլամենտարիզմ չի եղել։ Բազմազանություն, ընդդիմություն, բանավեճ, բուֆեր, այդ բոլորը ինչ որ պարլամենտարիզմի մեջ է, այդ բոլորը ուրեմն այդ ճանապարհի վրա ենք։ Այն մեծ եղբայրը ռուսահայերի բանը Արմյաշկեկի եղբայրը որոշել է այդ ամեն ինչ փչացնել եւ դրա համար big mainer արտադրում։ Որոնց տալիս է քաղաքական պատվերներ։ Պատվերը օգտագործում է։ Եթե մենք Արցախի պարականել հիշենք, նայեցեք գնացա Բաքու ուղարկվածները եւ Հայաստան ուղարկվածները։ Սրանք կայֆով ծառայում են շնիկի դերին։ Ռուսական շահ են պաշտպանում, երկրից փախել են, եկել են այստեղ շուտ բաներ են անում, տեսնում ենք մենք էլի, այդ պիգմեյներն են։ Եվ լավ կլինի որ մեր ժողովուրդը իմանա, դրանք քաղաքական համակարգի մեջ, կուսակցական պետության մեջ հատկապես շնիկի տեր են խաղում։ Անցնենք Բիլիցին։ Ինչպես ուզեք։ Շատ լավ, ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Նոյին։ Նոյին։ Այո։ Դե ասեմ ձեզ, քրիստոնեական ժողովրդավարության արժեքներ դավանող կուսակցությունը նախ շնորհակալություն կհայտներ, որտեղ Հայաստանը Նոյի հայրենիքն է, Նոյի պետությունն է։ Երկրորդը մի ուրիշ բան կասեի, որ այն Նախիջևանում, որ առաջին անգամ խաղողի վազը տնկեցիր, դրեցիր եւ գինին վայելեցիր, մի քիչ պինդ անեիր, հայությանն էլ մի քիչ պինդ ստեղծեիր, որ դա մենար Հայաստանին եւ հայությանը, այնպես որ ինչու սխալ արեցիր եւ թույլ տվիր որ այդ օտար տարրեր մտնեն, բայց եթե դա այդպես եղել կասեի նախապատրաստիր Նոյի հայրենիքը Նախիջևան ազատագրելու համար ժամանակի։ Ծով թե լեռներ, որտեղ եք ձեզ ամբողջական զգում։ Ես ճիշտ ասած, եթե մենք հայ ենք եւ հայ ենք, բնականաբար մենք հայկական լեռնաշխարհի ծնունդ ենք։ Հետևաբար ծովի ծնունդ չենք։ Լեռնաշխարհը ինձ լուլի բավարարում է, բայց մեր նախնիներն ինչ են ասել։ Մենք լճեր չունենք, չէ՞։ Գեղամա ծով, Վանա ծով, Ուրմիայի ծով,
մեր Ծովից ծով։ Ծովից ծովը Վիլսոնինն է, մերը չի։ Ամերիկացիք են ծովից ծով ուզեցել, արտահայտությունը, բայց մենք մեր լճերին ծով ենք անվանել։ Եվ հիշում եք չեն սիրարի Վանաց ծովի Թամարն էլի, Թամարը չի։ Ախտաբարն է։ Հաջորդը մեկին կասեք թող երկի։ Ծով է, այսինքն մեր պատկերացման մեջ մեր 3 լճերը ծովեր են։ Դա ավելի ասեմ, օվկիանոսներ են, որ մեր ձեռից գնացել, բայց Որ գիրքն եք պարբերաբար վերընթերցում։ Ճիշտ ասած, նման գիրք չունեմ, բայց կասեմ, ինչն է Սեղանիս գիրք, տարօրինակ չլինի։ Հեգել։ Ես կրթությունով նեղ մասնագիտացումով գիտության մեթոդաբան եմ փիլիսոփայության ոլորտում, եմ գիտության մեթոդաբանությունը ինձ թույլ է տալիս նավարկելու ծովերում։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով որոնք են։ 3 ասեմ ձեզ արդիականացում եւ արդիականացում։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Չեմ վախենում։ Ընդհանրապես ես ճիշտ ասած փոքրուց սովորել եմ, որովհետեւ ախալքալագից մենակ եմ եկել հանրակացարան սովորելու։ Ես լավ ուսուցիչներ եմ ունեցել շատ եւ ծանոթներ շատ, որոնք ինձ սովորեցրել են ուղղ չի, բայց որ հաղթահարի վախդ, կարողացի հաղթահարել վախդ։ Ինչը երբեք չեք ների։ Ստորությունը։ Ինձ համար արգահատելի է նենգությունը։ Ես երբեք նենգություն չեմ արել, չեմ էլ կարողանում տանել, բայց մի տարօրինակ բան ասեմ ձեզ, էլի, դե գիտեք, կրթություն եւ այն քաղաքագիտություն է։ Մանիպուլյացիան քաղաքագիտության բաժին է, կրթական համակարգի մաս է։ Ես մանիպուլյացիաներն ատում եմ։ Մեր նույնիսկ ռևանշիստ բան չէ, իրենց պարագայում էր։ Ես վարպետ եմ դրա մեջ, չեմ անում։ Բացի օտարը, իսկապես չեմ անում, որտեղ դա արժանապատիվ բան չեմ համարում։ Ես շատ եմ գնահատում արժանապատվությունը, այ համոզված եմ, եթե մեկը կարողանա նոյը մեր մեջ վերագանգնի Արտաշեսների շրջանի Տիգրան Մեծ, որը կասեք, կամ Դրթատի Գրիգոր, այդ շրջանի արժանապատվությունը մենք այս բոլոր հարցերը կհաղթահարենք մի քանի ռուսով է, թուրքով է, լուրջ եմ ասում, բայց պակասում է արժանապատվությունը։ Ձեր հարցը կորուստ է եղել, էլի, հաջո։ Ձեր հարցը ինձ։ Հասցեն։ Ձեր հարցը ինձ։ Ձեզ, հարցը։ Ուր կուզեք թռչել։ Մտքով տուն։ Դե տանն ենք։ Անկեղծ ասած, չգիտեմ, իսկապես թռչելը կարծում եմ բոլորի ցանկությունն է, միայն իմ ցանկությունը չի, բայց երևակայություն չեղա բան չի։ Ձեր ասածից չգիտեմ ինչու հիշեցի Դանթեին։ Քար մի գցեք սալացող արծվին նա ավելի վեր կբարձրանա, քարը ձեր գլխին կընկնի։ Գեղեցիկ է ասել այն ամեն, դասականը միշտ անսխալ է մնում։ Ես մեր ժողովրդի մտքի թռիչք եմ ցանկանում, ինքը ամեն ինչ կարող է, արժանապատվություն եւ մտքի թռիչք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես համոզվեցիք, մենք դարձյալ պատասխանում էինք նույն հավերժական, հավետենական, բայց արդիական ու կենսական հարցերին։ Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Շնորհակալ եմ։ Վարին ընձեզ։